Երևանյան շքեղ ռեստորաններից մեկի լույսերը վերջապես մարեցին։ Հարսանեկան վալսի վերջին ակորդները, հարբած բարեկամների կենացները, զուռնա դհոլի խլացուցիչ ձայները այդ ամենը մնաց դրսում։ Անի և Տիգրանը մտան հյուրանոցի համար։ Լռությունը հանկածակի ընկավ նրանց վրա, ծանր ու խորհրդավոր։ Անին հազիվ էր կանգնում ոտքերի վրա։ Ժանյակավոր սպիտակ զգեստը, որը առավոտյան թվում էր երազանքի պես թեթև, հիմա կշռում էր ասես մի տոննա։ Նա մոտեցավ հայելուն և նայեց իր արտացոլանքին։ Սևահեր, նշաձև աչքերով գյումրեցի աղջիկը, ով երբեք չէր հավատում, որ կամուսնանան նախարարության պաշտոնյայի և հայտնի բժշկի որդու Տիգրանի հետ։ Տիգրանը կանգնած էր նրա թիկունքում։ Նա հանեց փողկապը, նետեց պասկաթոռին և մոտեցավ կնոջը։ Նրա հայացքում այնքան սեր ու քնքշանք կար, որ Անիի սիրտը սկսեց արագ բաբախել։ «Հոգնել ես կյանքս», շշնջաց Տիգրանը համբուրելով նրա ուսը։ «Ամեն ինչ վերջացավ, հիմա մենակ մենք ենք»։ Անին ժպտաց։ Նա երջանիկ էր։ Տիգրանը կատարյալ էր, ուշադիր, կիրթ, հոգատար։ Միայն երբեմն, երբ նա մտածմունքների մեջ էր ընկնում, նրա աչքերում հայտնվում էր մի անբացատրելի թախիծ, մի տեսակ վախ, որը Անին վերագրում էր նրա բարդ աշխատանքին, վիրաբուժությանը։ «Օգնիր ինձ», խնդրեց Անին մեջքով շրջվելով դեպի ամուսինը։ Տիգրանի մատները դողում էին, երբ նա սկսեց արձակել զգեստի կոճակները։ 1, 2, 3։ Սպիտակ մեթաքսը դանդաղ սահեց ներքև, բացելով Անիի նուրբ պարանոցը, ուսերը և վերջապես մեջքը։ Զգեստը ընկավ հատակին։ Անին մնաց միայն ներքնազգեստով։ Նա սպասում էր ամուսնու տաք կրկախռնությանը, նրա ձեռքերն իր իրանի վրա։ Բայց դրա փոխարեն սենյակում տիրեց մեռելային լռություն։ Այնքան խորը, որ լսվում էր ժամացույցի տկտկոցը։ «Տիգրան»։ Անին շրջվեց։ Այնինչ նա տեսավ սառեցրեց նրա արյունը։ Տիգրանը կանգնած էր պատի տակ, դեմքը սպիտակավուն ինչպես կավիճ։ Նրա աչքերը լայնացել էին սարսափից, իսկ շրթունքները դողում էին։ Նա նայում էր ոչ թե Անիի դեմքին, ոչ թե նրա մարմնի գեղեցկությանը, այլ ուղիղ նրա մեջքին, ձախ թիկակի ներքևում գտնվող հատվածին։ Այնտեղ հարթ մաշկի վրա տաճված էր հին, տգեղ մի սպի։ Մեծ, անկանոն ձևով, կարծես կրակը համբուրել էր նրան տարիներ առաջ։ Անին միշտ ամաչել էր դրանից, բայց այս գիշեր որոշել էր չթաքցնել, հավատալով, որ սերը վեր է ամեն ինչից։ «Որտեղից»։ Տիգրանի ձայնը խզված էր, կարծես կոկորդը սեղմում էին։ «Աստված իմ, որտեղից քեզ այդ սպին»։ «Ես պատմել եմ քեզ, սիրելիս», շփոթված ասաց Անին, փորձելով մոտենալ նրան։ «Մանուկ հասակում։ Վթարի ժամանակ»։ Տիգրանը ետ քաշվեց, կարծես Անին վարակիչ հիվանդություն ուներ։ Նա ձեռքերով ծածկեց դեմքը և մի տարօրինակ ցավագին ձայն հանեց, նման վիրավոր գազանի ոռնոցի։ «Չէ, չի կարող լինել, դա դու ես», մռմռաց նա։ Եվ հանկարծ, առանց որևէ բացատրության, Տիգրանը, այդ հասուն ուժեղ տղամարդը, վերցրեց իր բաճկոնը և դուրս վազեց սենյակից։ Դուռը շրխկաց։ Անին մնաց մենակ, կիսամերկ, հարսանեկան զգեստի կույտի կողքին։ Նրա ամուսինը փախել էր իրենց հարսանեկան գիշերը։ Առավոտյան ժամը 8-ին դուռը թակեցին։ Անին չէր քնել։ Նա նստած էր անկողնու ծայրին, աչքերը ուռած էին արցունքներից։ Նա մտածում էր, գուցե Տիգրանը զզվեց իրենից։ Գուցե սպին նրան տգեղ թվաց, բայց դրան հետևում Տիգրանը չէր։ Նրա հայրն էր, Ռուբեն Սերգեյիչը, խիստ ազդեցիկ մարդ, ումից բոլորը վախենում էին։ Այսօր սակայն նա ծերացած ու կոտրված տեսք ուներ։ «Հագնվիր, աղջիկս», ասաց նա ցածր ձայնով։ «Մենք պետք է խոսենք»։ Տիգրանը չի գա։ Նրանք գնացին Ռուբենի առանձնասենյակը։ Ծանր լռությունը խախտեց կեսրայրը։ «Տիգրանը գիշերը եկավ ինձ մոտ», սկսեց նա, չնայելով Անիի աչքերին, նա պատմեց ինձ ամեն ինչ։ «Եվ հիմա ես պարտավոր եմ պատմել քեզ։ Սա կքանդի քո կյանքը, Անի, բայց դու իրավունք ունես իմանալու»։ «Ինչու նա փախավ», հեկեկաց Անին։
Սպիի պատճառով։ Այո։ 12 տարի առաջ Ռուբենը խորը շունչ քաշեց։ Տիգրանը 22 տարեկան էր։ Ջահել էր։ Արյունը եռում էր։ Մի գիշեր նա վերցրել էր իմ մեքենան առանց թույլտվության։ Նա խմած էր։ Գյումրի-Երևան մայրուղու վրա Անիի սիրտը կանգ առավ։ Նա գիտեր այդ պատմությունը։ Նա ապրում էր այդ պատմության հետ ամեն օր։ Նա դուրս եկավ հանդիպակաց գոտի և բախվեց մի հին Ժիգուլիի։ Մեքենան բռնկվեց։ Տիգրանը նա վախկոտի պես չփախավ սկզբում։ Նա մոտեցավ կրակի մեջ կորած մեքենային։ Նա դուրս քաշեց մի փոքրիկ աղջկա, ում մեջքը այրվում էր։ Նա հանգցրեց կրակը իր բաճկոնով։ Բայց հետո, լսելով ոստիկանության ձայները, վախը հաղթեց նրան։ Նա թողեց այդ աղջկան ասֆալտին և փախավ։ Անին փակեց բերանը ձեռքով, որպեսզի ճիխը դուրս չփրծնի։ Արցունքները հոսում էին առանց դադարի։ Ծնողներս, շշնջաց Անին։ Նրանք այրվել էին այնտեղ, իսկ վարորդին այդպես էլ չգտան։ Այդ վարորդը Տիգրանն էր, ասաց հայրը, գլուխը կախելով։ Ես իմ կապերով փակեցի գործը։ Մենք կարծում էինք, թե բոլորը մահացել են։ Տիգրանը տարիներ շարունակ տանջվում էր։ Նա բժիշկ դարձավ մեղքը քավելու համար։ Նա ամեն գիշեր երազում տեսնում էր այն աղջկա մեջքի սպին, որը նման էր ցավի աստղի։ Երեք գիշեր, երբ նա տեսավ քո մեջքը, նա ճանաչեց իր ձեռքի գործը։ Նա հասկացավ, որ սիրահարվել ու ամուսնացել է այն աղջկան, ում յորփ է թողել։ Անին ոտքի կանգնեց, սենյակը պտտվում էր։ Նրա սիրելի ամուսինը, նրա պաշտպանը, նրա ծնողների մարդասպանն էր։ Որտեղ է նա։ Սառը օտար ձայնով հարցրեց Անին։ Մեր հին բնակարանում իրերը հավաքում է։ Ուզում է երկրից գնալ, որ քեզ այլևս ցավ չպատճառի։ Անին մտավ բնակարան։ Տիգրանը նստած էր հատակին, ճամփրուկի կողքին։ Նա նման էր մի ուրվականի։ Տեսնելով Անիին, նա չշարժվեց։ Սպանիր ինձ, ասաց նա խուլ ձայնով։ Ես արժանի չեմ ապրելու։ Ես սիրել եմ քեզանի, երդվում եմ մորս արևով, բայց ես չգիտեի։ Անին մոտեցավ նրան, ներսում փոթորիկ էր, ատելություն, ցավ, կարոտ և զզվանք։ Նա ուզում էր խփել, ոչնչացնել նրան։ Դու ուզում ես փախչել, հարցրեց Անին, նայելով նրա թաց աչքերին։ Դու մեկ անգամ արդեն փախել ես, 12 տարի առաջ, թողեցիր ինձ այրվող մեքենայի կողքին մենակ, հիմա էլ ես ուզում փախչել։ Ես չեմ կարող նայել քո աչքերին, Անի։ Կնայես, գոռաց Անին, ապտակելով նրան։ Դու կմնաս այստեղ։ Փախուստը շատ հեշտ է, Տիգրան, մահնել է հեշտ, բայց դու պիտի ապրես։ Տիգրանը զարմացած նայեց նրան։ Դու կապրես ինձ հետ, շարունակեց Անին սրբելով արցունքները։ Դու ամեն օր կնայես իմ սպիին, ամեն առավոտ կնայես իմ աչքերին և կհիշես, թե ինչ ես արել։ Դա կլինի քո պատիժը։ Եվ գուցե մի օր, շատ տարիներ անց, ես ուժ գտնեմ քեզ ներելու։ Բայց մինչ այդ, դու ծառայելու ես մեր ընտանիքին այնպես, ինչպես պարտք ես Աստծուն։ Տիգրանը դողդողալով բռնեց Անիի ձեռքը և հպեց ճակատին։ Նա լալիս էր երեխայի պես։ Վեր կաց, հրամայեց Անին ձայնի մեջ զգացնելով հայ կնոջ անկոտրում ուժը։ Գնանք տուն, մարդիկ կասկածում են։ Անին դուրս եկավ սենյակից, գլուխը բարձր պահած։ Նրա սիրտը կոտրված էր, բայց հոգին ոչ։ Նա գիտեր, որ իրենց կյանքը երբեք հեքիաթ չի լինի, բայց նա ընտրեց ամենադժվար ճանապարհը, ոչ թե վրեժի, այլ ապաշխարության և գուցե փրկության ճանապարհը։